100-ամյա պատմություն ունի Բանաձոր գյուղը, իսկ դպրոցը մոտ 20 տարեկան է։ Երկարամյա պատմության ընթացքում գյուղը դպրոցներ էլի ունեցել է։ Վերջինը ազերիներն են հիմնահատակ քանդել 1991 թվականին գյուղը հայաթափելուց հետո։ 1993-ին գյուղն ազատագրողները այստեղ միայն ավերակներ են գտել։ Դպրոցից ընդամենը երևում է նրա հիմնը, որ եղել է, կա հիմա էլ կա, պահել ենք որպես հուշ։ Դպրոցի այդ փոքրիկ ծաղկանոցներ մնացել, մեր հին դպրոցից, երկուհարկանի շենքից ոչ մի բան չէր մնացել, որովհետև դա ոչ միայն դպրոցից չէր մնացել, այլ չէր մնացել գյուղի մնացած շենքերից, տներից։ Գյուղում առաջիններից մեկը կրթօջախի հարցը լուծվեց, ճիշտ է միջոցները քիչ էին լուծումներ ժամանակավոր, բայց ամեն դեպքում 1994 թվականի սեպտեմբերի 1-ին Բանաձորի դպրոցում էլ առաջին զանգը հնչեց։ 94 թվականին առաջին անգամ սեպտեմբերի 1-ին առաջին զանգը հնչեց սեփական տան, Ռուբեն Ավանեսյանի տանը։ Օգտագործում էինք նրա խոհանոցը որպես ուշչանոց, իսկ ննջասենյակները որպես դասարաններ, ընդամենը 4 դասարան ունեինք։ Խնդիրներից մեկը էլ է ժողովրդին հետ գալու ուսման հարցը, այսինքն մարդին ասում ես ետ չես տրած, այս ետ տրամ տոնուս կա, շկոլ չկա, պեն չկա, ստիպված եմ տոնու տրամադրալում դպրոցի հետ է։ Հիմնադիրը մամանալ հվակալա միջնակարգ կրթություն ունեցողներին, դե քանի որ այդքան բարձրագույն կրթություն ունեցող չեն։ Սա ժամանակավոր լուծում էր։ 1994-ին հին դպրոցի ավերակների հարևանությամբ դպրոցական նոր շենքի շինարարությունը սկսվեց, ավարտվեց 1 տարվա ընթացքում։ 95 թվականի սեպտեմբերին արդեն մենք մտանք մեր դպրոցի սեփական օջախը։ Հետո նորոգվեց ժամանակին համահունչ նոր հնարավորություններով համալրվեց։ Դպրոցը պետության եւ համագյուղացի բարերարի Իվան Ավանեսյանի ուշադրության ներքո է։ Նոր կրթօջախում բանաձորցիների նոր սերունդն է հասակառնում, անկախության սերունդը։ Դպրոցում սովորածին նաեւ ավագների հիշողություններն են ավելանում եւ այն, ինչ պատմում են գյուղը օղակող ավերակները։ Զոհվել է իմ հորեղբայր Լևոն Սաղաթելյանը, իսկ վիրավորվել է Էրիկ Սաղաթելյան, իմ հորեղբայր։ Ծնվել եմ 1999 թվականին մարտի 3-ին Բանաձոր գյուղում։ Թեևս պատերազմի տարիները չեմ տեսել, սակայն պատերազմի մասին լսել եմ մեր մեծերից, մեր տատիկներից, հիմնական գրքերից, մեզ պատմել է մեր պատմության ուսուցչուհին այդ ամենի մասին։ Ավագ դասարաններում շատ են ազատ նստարանները, դպրոցի տնօրենը դա օրինաչափ է համարում, ետպատերազմյան առաջին շրջանում գյուղում շատ չէին ծնունդները։ 2007-2009 ուսումնական տարում մենք ունեցել ենք 37-ից 43 դպրոցական։ Մի ընթացք իջավ հասավ մինչև 18-ի, իսկ այսօր ունենք 24 աշակերտ։ Կրտսեր դասարաններում ազատ նստարան չկա, ռեկորդակիրն այս տարվա առաջին դասարանն է իր 6 սաներով։ Աննման աննման մայրիկ։ Երեխաների աճ այս տարի ունենք բավականին, անցած տարի ունեցել ենք 4 աշակերտ։ Մինչ այդ ունեինք 3, 2, նույնիսկ 1, իսկ այս տարի արդեն ունենք 6 աշակերտ։ Պատերազմից հետո երկրորդ դասարանը, ինչ այսքան շատ թվականակով աշակերտներ ունենք առաջին դասարանում։ Առնվազն նույնքան համալրում էլ կլինի գալիք ուսումնականին։ Շենքային պայմաններն այդ ուրախառիթ մարտահրավերին բավարարում են։ Բանաձորի միջնակարգ դպրոցը շուրջ 130 աշակերտի հաշվարկով է կառուցվել։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։